Հալելույա, Փառք Հիսուսին։ Մենք արդեն ինչքան ժամանակ խոսում ենք Աստվածային իշխանությունից, որը տրված է Աստծո ժողովրդին, եկեղեցուն։ Այսօր էլ մի փոքրիկ բաժին խոսենք, որովհետև իսկապես սրա բաժինները բավականին շատ են։ Բայց շատ կարևոր է, որ քրիստոնյան իմանա, թե ինքը ում ազդեցության տակ է ապրում, ճանաչի, թե ով է իր վրա իշխողը, եւ ինչ իշխանություն ինքը ունի ստացած ամենակարող Աստծուց։ Հալելույա։ Չգիտեմ, դուք արդյոք ձեր կյանքում կիրառում եք այն ինչը որ լսում եք հիմա այստեղ։ Արդյոք կարիք լինում է, որ դուք ձեր մեծած աստվածային իշխանությունը երբևէ կիրառեք։ Ու տեսնում եք դրա արդյունքներն ու հետևանքները։ Գիտեք, դրա մասին խոսել ենք, թե ինչպես պետք է զորանալ դրա մեջ։ Ու անցած երկու հավաքույթների ժամանակ հիմնականում խոսում էինք ինչի մասին, հիշում եք։ Ինչով է մեզ իշխանությունը տրված։ Եվ երկուսի մեջ էլ կար մի բաժին, որը ընդհանուր էր։ Թե անցած Կիրակի, թե դրանից որն էր այդ բաժինը, ես ձեզ նույնիսկ առաջադրանք տվեցի, ասացի, որ այսօր կհարցնեմ ձեզ։ Աստծո խոսքի հայտնությունը։ Հիմա ասեք ինձ, ովքեր են, որ շաբաթվա մեջ Աստծո խոսքից հայտնություններ են ունեցել։ Ինչ եք վախենում, ումից եք ամաչում։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Իսկ եթե չեք ունեցել, եթե մարդիկ էլ չեն ունեցել, կամ որ այդ հաղորդակցությունը չունեն, կարծես թե ջանք արեք։ Խնդրեք Աստծուն, որովհետև ավելի կարևոր ոչինչ չկա։ Լավ ամբողջ աշխարհի մարդիկ քեզ հետ չխոսեն, բայց Աստված խոսի։ Դուք այսպես եք գնահատում Աստծո ձեր հարաբերությունը, թե չէ։ Թող բոլոր աշխարհի մարդիկ նեղանան, ձեզանից Աստված չնեղանա։ Համաձայն եք դրա հետ։ Հալելույա։ Սա կարծում եմ շատ կարևոր մի բաժին է։ Այսօր պիտի շարունակենք խոսել մի ուրիշ բաժնի մասին, ավելի գործնական, որովհետև եթե դու ունես աստվածային իշխանություն ու ճանաչում ես այդ իշխանությունը, կարիք կա, որ դու դա կիրառես կյանքում։ Դրա կիրառման ամենակարևոր բաժիններից մեկը, կամ ամենապրակտիկ բաժիններից մեկը դա աղոթքն է։ Դու կարող ես ունենալ հաղթող աղոթք, որի ժամանակ դու անընդհատ կհաղթես։ Գիտեք, կյանքում մարդիկ իրենց հույսը դնում են իրենց ուժերի վրա։ Ասում են ես ամեն ինչի կհասնեմ։ Դու Քրիստոսի մեջ ամեն ինչի կարող ես հասնել, եթե նրա հետ միասին ես, եթե բռնել ես Հիսուսի ձեռքը, եթե Հիսուսի մեջ ես։ Կարևոր է, որ դու իմանաս, որ քո կյանքի դժվարություններին դու պիտի հաղթես աղոթքի մեջ, ոչ թե քո մարդկային կամքի ուժով։ Դու պիտի հաղթես աղոթքի մեջ, սա է քրիստոնեությունը։ Այն չի, որ կամքի ուժ ուներ, ծխելը թողեց։ Այսպես բաներ շատ եմ լսում։ Ես կամքի ուժ չունեմ, դրա համար չեմ թողնում։ Չէ, այսպես չի լինում։ Ցանկացած բանի վրա հաղթությունը պիտի կատարվի աղոթքի մեջ։ Հալելույա։ Եկեք ավելի մանրամասն խոսենք։ Գիտեմ, որ բոլոր մարդիկ մեղք ունեն, ու հավատում եմ, որ դուք էլ ունեք։ Հավատում եմ, որ ես էլ ունեմ։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Դուք ունեք, թե չէ։ Կա մեկը, որ մեղք չունի իր կյանքում էլ, վերջացավ։ Կատարյալ սրբությանը հասել։ Չէ, հավատում եմ, որ բոլորդ էլ ունեք։ Բայց արդյոք պայքարում եք հաղթության հասնել, ու ազատվելու այդ մեղքից։ Գիտեք, որ դա պիտի կատարվի աղոթքի մեջ։ Կան ձեր շուրջը դժվարություններ, մարդիկ, ովքեր դեմ են խոսում ձեզ, ում միջոցով որ սատանան արձակում է ձեր վրա, գիտեք, որ դուք աղոթքի մեջ պիտի հաղթեք այդ մարդկանց, ոչ թե այդ մարդկանց լավ խոսքեր ասելով կամ հասկացնելով ինչ-որ բաներ։ Կան մարդիկ ձեր շուրջը, որ չեն ապաշխարում, որտեղ հաղթեք։ Մտածում եք գնամ ինչ անեմ, որ ինքը ընդունի Աստծուն, աղոթքի մեջ պիտի հաղթես այդ անհավատությունը։ Եթե աղոթքի մեջ չկա հաղթություն, մնացածը օդի մեջ կլինի։ Դուք հիմք չեք ունենա հաղթության։ Ամենաառաջին ու կարևոր, կարծում եմ, ու հետո մենք շատ խոսենք, անընդհատ կշեշտեմ այս խոսքը, որ աղոթքը պետք է լինի հավատքով։ Հավատքով աղոթքն է, որ հաղթություն է բերում, առանց հավատքի աղոթքը հաղթություն չի բերում։ Հիմա կզարմանաք, չէ՞ երևի ոմանք, ասեն ոնց, որ աղոթում ենք, ուրեմն հավատում ենք։ Ես էլ եմ հավատում, որ աղոթում եք, ուրեմն հավատում եք։ Բայց մի պահ նայեք ձեր կյանքին, երբ որ մարդը շարունակական լինում է աղոթքի մեջ, մեկ էլ գալիս է մի պահ, որ այդ աղոթքը դառնում է ձև։ Դառնում է մի բան, որ կարծես թե ուղղակի կատարվում է իմ կյանքում, բայց այն կենթանի հաղորդակցությունը սկսում է հեռանալ ու մարել մարդու կյանքից։ Կարիք կա, որ ժամանակ առ ժամանակ դու ճանաչես ում առաջ ես կանգնում, ում հետ ես խոսում։ Ժամանակ առ ժամանակ քո հավատքը մի հատ թարմացնես, վերանորոգես, որ կարողանաս մի նոր ուժով աղոթես, մի նոր հավատքով աղոթես։ Սա շատ կարևոր մի բան է։ Ինչից է երևում մարդը իսկապես աղոթքի մեջ հավատքով է թե չէ։ Մի քանի նշաններ ասեմ, համոզվածությունը ամենաառաջին նշանն է։ Ու հավատալ բառը փոխարինվում է շատ լավ ձևով համոզվածությունով։ Այն բաները, որ դուք համոզված եք, այդ բաներին դուք հավատում եք։ Ինչի մեջ համոզված չեք, դուք դրանց չեք հավատում, ինքներդ ձեզ չխաբեք։ Եթե դուք կանգնած եք Աստծո առաջ ու խոսում եք Աստծո հետ ու համոզված եք, որ ինքը լսեց ձեզ, ուրեմն դուք հավատքով եք աղոթում։ Եթե դուք խնդրեցիք Աստծոց ինչ-որ մի բան, ու վստահում եք, որ ինքը կկատարի դա, վստահում եք Աստծուն, ուրեմն դուք հավատքով եք աղոթում։
Եթե դեռ այդ վստահությունը չկա, որ ինքը կանի, ուրեմն դեռ հավատքը չկա։ Ինչ հավատք կա, եթե դրա մեջ չկա վստահություն ու համոզվածություն։ Լսում եք, մի կարևոր բան էլ ասեմ, որքան եք դուք հարատևում աղոթքի մեջ, որքան եք համառում, երբ որ Աստված ուշացնում է իր պատասխանը։ Եթե կեսից թուլանում եք, ուրեմն հավատքն է պակաս։ Բայց եթե դուք շարունակում եք համառորեն աղոթել, մինչև հասնեք ձեր ուզածին, այդ դեպքում դուք ճիշտ հավատքի մեջ եք։ Հալելույա։ Մի առակ կա, որ շատ ենք օգտագործում, եւ իսկապես արժի որ օգտագործենք։ Եկեք դրան նայենք մի փոքր։ Գրված է Ղուկաս 18-րդ գլխում։ Հիսուսի պատմելու նպատակն էր, այս առակը պատմելու նպատակն էր, որ մարդկանց սովորեցներ, ասեր, որ կարիք կա միշտ աղոթել ու չձանձրանալ աղոթքից։ Արդեն գիտեք, որ առակի մասին է խոսքը։ 18-րդ գլխի հենց առաջի խոսքից կարդում եմ։ Նրանց մի առակ էլ ասաց այս բանի համար, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել ու չձանձրանալ։ Ասաց մի դատավոր կար մի քաղաքի մեջ, որ Աստծուց չէր վախենում ու մարդուց չէր ամաչում։ Եվ նույն քաղաքի մեջ որբևայրի կար, որ նրա մոտ գալիս էր ու ասում էր. «Իրավունք արա ինձ իմ ոսոխիցս ազատիր»։ Եվ նա մի ժամանակ չէր ուզում նրան ուշադրություն դարձնել, բայց հետո ասաց իր մտքի մեջ, թեև Աստծուց չեմ վախենում ու մարդկանցից չեմ ամաչում, գոնե այս որբևայրուն ինձ ձանձրացնելու համար իրեն իրավունք անեմ, որպեսզի չգա ամեն ժամանակ ինձ թախանձի։ Եվ Տերը ասաց. «Լսեցեք, անիրավ դատավորը ինչ է ասում, հապա Աստված իր ընտրյալներին իրավունք պիտի չանի, որոնք ցերեկ ու գիշեր իրեն են աղաղակում, թեև երկայնամիտ լինի նրանց վրա։ Ձեզ ասում եմ, որ շուտով նրանց իրավունք պիտի անի, բայց որդին մարդու երբ գա, արդյոք հավատ պիտի գտնի երկրի վրա»։ Այս առակից հետո Հիսուսը այսպիսի հարց տվեց. որդին մարդու երբ որ գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Գիտեք ինչու։ Միտքը ո՞րն էր։ Խոսում էր երկար աղոթելու մասին, խոսում էր երկար Աստծուն անհանգստացնելու մասին։ Ես ոսոխ ունեմ, ազատիր ինձ դրանից, ես թշնամի ունեմ, ազատիր ինձ դրանից։ Այդ թշնամին կարող լինի շատ բազմազան։ Ոմանք իրենց շուրջը նայում են մարդկանց որպես թշնամիներ։ Հավատացեք, այդ մարդիկ չեն ձեր թշնամիներ, այլ նրանց վրա իշխող մեկը կա, որ ձեր թշնամին է։ Դրանից ուզում ես ազատված լինել, աղոթում ես, մեկ էլ տեսնում ես չի ազատում Աստված։ Այդ մարդը շարունակում է քո դեմ։ Էլի ես աղոթում, էլի չի ազատում։ Ձանձրանում ես, որոշում ես իր նման իրեն պատասխանել, ուրեմն հավատքը պակաս էր։ Հիսուսի ասածը սա էր. երբ որ գամ, կգտնեմ մի մարդ, որ աղոթքի մեջ հարատևած լինի, երկար մնացած լինի, Աստծուց կախված լինի։ Մի բանի ուշադրություն դարձրեք։ Այս որբևայրիկին ուներ թշնամի։ Ինքը գնում էր դատավորի մոտ, ասում էր ինձ ազատիր իմ թշնամուց։ Հետաքրքիր է, չէ՞, ինքը ոչ մի անգամ չէր կռվում այդ թշնամու դեմ, ինքը գնում էր դատավորին էր ասում ինձ ազատի դրանից։ Ինչու շատ ժամանակ երբ որ մարդիկ դժվարություններ ունեն իրար մեջ, ասում են այ կգնամ սենց կասեմ։ Ինչի չեն ասում, աղոթքի մեջ դատավորին կասեմ ինձ ազատիր սրանից։ Նկատում եք, որ նա հավատքը։ Ու երբ որ մեկ կաղոթես չի ստացվի, երկու կաղոթես չի ստացվի, որքան կշարունակես աղոթել, սա կախված կլինի քո հավատքի չափից։ Եթե շուտ ձանձրանում ես ու որոշում ես դու մարդկորեն քո քայլը կատարել, ուրեմն այն հավատքը չի դեռ։ Ուզում եմ մի բան էլ ուշադրություն դարձրեք այս առակի մեջ։ Գուցե այս թշնամին, որ գրված է թշնամի ունեմ ինձ ազատիր, գուցե բոլորովին էլ կողքից չի լինի։ Այդ թշնամին կարող լինի քո մեջ։ Ինչ տեսակ մեղքի ձգտումներ կան քո մեջ, ինչ տեսակ չարություններ կան, նախանց չներել, ինչեր կան քո մեջ։ Ինչքան ես դրա համար աղոթքի մեջ պայքարում ու ասում Տեր ազատի ինձ այս թշնամուց։ Իմ ուսուցիչը հիշում եմ մի անգամ դասի ժամանակ այսպես ասեց. ասեց գիտեք որ ձեր ամենամեծ թշնամու հետ դուք ամեն օր պարկում եք քնելու։ Դուք ասում հասկացեք, դա գտնվում է մարդու մեջ։ Մարդու եսն է, էգոիզմը, հպարտությունը, դա ամենամեծ թշնամին է։ Եթե մարդը իր մեջ չունենա մեղքի ձգտումներ ու չարություն, սատանան ոչինչ չի կարող դրսից անել, գիտեք, ամեն ինչ գտնվում է մարդու մեջ։ Սատանան բռնվում է մարդու մեջ եղածից։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Համառություն ու հարատև աղոթք, սրանից երևում է մարդու հավատքի չափը։ Գիտեք, շատ ժամանակ այդ ներքին դժվարությունները, որ կան մարդու մեջ, իրենք առաջացնում են լուրջ դժվարություններ կյանքում։ Մեղքի ձգտումը ոչ մի անգամ անհետևանք չի մնում մարդու կյանքում։ Ինչ որ մի բան անպայման առաջացնում է մարդու կյանքում։ Եկեք ձեզ աղոթքի ուրիշ բաժին ասեմ։ Բացառեք ինձ այդ Հակոբոսի թուղթը, 5-րդ գլուխը։ Այստեղ մի հետաքրքիր խոսք է գրված, 14-րդ խոսքից մինչև 16-ը պիտի կարդամ։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, եկեղեցու երեցներին թող կանչի, ու նրա վրա աղոթք թող անեն Տիրոջ անունով, յուղովոցեն նրան։ Եվ հավատքով եղած աղոթքը պիտի փրկի հիվանդին։ Տեսեք ինչ է ասում, եւ հավատքով եղած աղոթքը պիտի փրկի հիվանդին։ Որքան եք աղոթում հիվանդությունների համար։ Եվ Տերը նրան ոտքի պիտի հանի, եւ եթե մեղք էլ գործել է պիտի ներվի նրան։ Ձեր հանցանքները իրար խոստովանեցեք ու աղոթք արեք իրար համար, որպեսզի բժշկվեք։ Արդարի ջերմեռանդ աղոթքը շատ ազդեցություն ունի։
Ամեն մի բառը կարծես թե մի գանձ լինի, կարելի է մի ամբողջ ժամ խոսել երևի այս հատվածի վրա։ Նայեք ձեզանից մեկը եթե հիվանդ է եկեղեցու երեսներին թող կանչի ու նրա վրա աղոթ թող անեն, Տիրոջ անունով Յովով օծեն նրան, եւ հավատքով եղած աղոթքը պիտի փրկի հիվանդին, եւ Տերը նրան ոտքի պիտի հանի, եթե մեղք էլ գործել է պիտի ներվի նրան։ Մի պաուշալություն դարձրեք։ Ասում է կանչեն, հավատքով աղոթեն, ու այդ հավատքի պատճառով այդ մարդու մեղքն էլ կներվի, ու Աստված բուժում էլ կտա։ Մեղքի ներվելը ինչ է, եթե ոչ ներքին բուժում։ Ոնց եք մտածում։ Չէ՞ որ մեղքի արկայությունը մարդու սրտի մեջ, մարդու կյանքում դա հիվանդություն է, հոգևոր հիվանդություն։ Դուք այդպես հավատում եք, թե չէ։ Ու եթե հոգևոր հիվանդություն կա մարդու մեջ, դա կարող է նաև ֆիզիկական հիվանդության բերի։ Երբ որ մարդու համար աղոթում եք, ոսկ ասում է, որ եթե մեղքել գործել է պիտի ներվի։ Եթե հանկարծ այդ ֆիզիկական հիվանդությունը լինի դրա հետևանքը, նա էլ պիտի ներվի։ Նա էլ ինչի համար, որովհետև հավատքով էր արված աղոթքը։ Եվ հավատքով աղոթքի մի բնութագիր կա այստեղ։ Ասում արդարի ջերմեռան աղոթքն է, որ մեծ ազդեցություն ունի։ Արդարի, դու Քրիստոսի արյունով, Հիսուսի արյունով արդար ես ու հավատարիմ ես այդ արյանը, ուրեմն քո աղոթքը մեծ ազդեցություն ունի։ Բայց չի ասում ուղղակի իմիջայլոց անտարբեր աղոթք, ասում է ջերմեռան աղոթքը։ Գիտեք շատ ժամանակ աղոթքների ինչու պատասխան չեն ստանում, որովհետև դրանք իմիջայլոց են։ Մեկ մտածում եմ, ասում ինձ էլ ձեր իմիջայլոց հարցան չեմ պատասխանում։ Եթե քեզ էլ շատ ժամանակ մարդիկ իմիջայլոց հարցը տան ու շրջվեն միս կողմի վրա, դուք էլ չեք պատասխանում։ Ասում են ջերմեռան աղոթքը, որ կանգնում է Աստծո առաջ, որ սպասում է մինչև Աստծուց ստանալու, մինչև չի ստանում, չի հեռանում։ Այս է հավատքը։ Ուզում ես, որ այդ հավատքով աղոթքի մեջ հաղթող մարդ լինես։ Կլինի հիվանդություն, կլինի մեղքի ձգտում, ինչ ուզում ալինի դու կարող ես հաղթել, որովհետև քեզ մի մեծ զենք է տրված աղոթքը։ Հալելույա, փառք Հիսուսին։ Մի կարևոր բան էլ ասեմ, գիտեք, որ աղոթքը հենված է լինում Աստծո խոսքի հայտնության վրա։ Հավատքով աղոթքը չի լինում նրա վրա, ինչին որ ես հավատում եմ։ Մի դեպք պատմեմ, սա որպես օրինակ կարծում եմ շատ օգտակար կլինի։ Մի հավատացյալ կին մի անգամ բողոքում էր այսպես։ Ասում ուրեմն մի մարդ կար, որ ինձ փող էր պարտք, ու ես այնքան էի հավատում, որ այդ փողը ինձ կտա։ Ասում բայց չտվեց, խաբեց, փախավ։ Ասում այ ես այդքան հավատում էի, ինչի չտվեց։ Ես ձեզ եմ հարցնում, կարող եք պատասխանել այս հարցին։ Գիտեք ինչու չտվեց, որովհետև Աստված չէր խոստացել, որ այդ մարդը կտա այդ փողը, այդ մարդն էր խոստացել։ Այս կնոջ հավատքը Աստծո խոսքի հայտնության վրա չէր, այլ մարդու խոսքի վրա էր։ Մարդու խոսքը կարող խափող լինի։ Սատանայի խոսքը, մարդու խոսքը, այս աշխարհում չկա այդպիսի մարդ։ Մի անգամ մեկի հետ խոսում էինք, ասում բա թերթում սենց էր գրված, ասում դու շարունակում ես թերթերին հավատալ, շատ զարմանալի է։ Պատկերացնում եք միայն մի բան հաստատում, Աստծո խոսքը։ Եվ ինչի անցած անգամներում այդքան շեշտում, որ պետք է Աստծո խոսքից հայտնություն ունենալ։ Ուղղակի կարդացող մի եղեք խոսքը, փնտրեք հայտնությունը։ Ու եթե դուք ունենաք հայտնությունը, այ դրան վստահեք ու հավատացեք ու ամոթալ չեք մնա։ Բայց եթե չլինի հայտնությունը, ինչին եք հավատում։ Շատ եք ուզում, որ ձեզ փող տրվի ու դուք հավատում եք, որ այդ փողը կտրվի, այսպես չի լինում։ Նախ լսում են Աստծուց, հետո են հավատում Աստծո ասածին։ Աստվածաշունչը, հավատացեք գրվածին։ Օրինակ կարելի է վերցնել այսպիսի մի խոսք. ինչ որ խնդրեք ձեզ կտրվի։ Գրված է Մատթեոս 7-րդ գլխում։ Ինչ որ խնդրեք ձեզ կտրվի։ Ու սրանով վերցնեմ ու խնդրեմ Տեր ինձ ինքնաթիռ տուր։ Ու ես հավատում եմ, որ կտա, որովհետև ասել է ինչ որ խնդրեք ձեզ կտրվի։ Սա գիտեք ինչքան նեղ, ինչքան փոքրիկ մի հավատք է։ Աստվածաշնչի մնացած խոսքերը, որ եթե իր կամքի համեմատ խնդրեք, որ եթե ճիշտ շարժառիթով խնդրեք, այսինքն Աստծո խոսքի հայտնության վրա հենված լինի ձեր հավատքը։ Ես ուրիշ բան ասեմ։ Իսկ եթե մի օր հանկարծ դուք հայտնություն ունենաք, որ Աստված ուզում է ձեզ ինքնաթիռ տալ, այստեղում չաղոթելը սխալ կլինի։ Որ չաղոթեք, ասեք Տերն խոստացածը ինքնաթիռը տուր ինձ։ Պատկերացնում եք։ Իսկ եթե մի բան, որ Աստված չի խոստացել, որ տա, իմաստ էլ չունի խնդրել դա։ Եթե մի բան, որ գիտեք, որ Աստված կարող է չի ուզում տալ, իմաստ էլ չունի դա խնդրելը։ Խնդրեք այն ինչ որ Աստված է ուզում, որովհետև Աստծո ուզածն է միայն բարի մեր կյանքի համար։ Դուք այսպես հավատում եք, որ քո կյանքի համար միայն Աստծո ուզածն է բարի, Աստծո կամքն է բարի։ Ուրիշ ոչինչ բարի չկա այս աշխարհում։ Մենք հաճախ մեր բարին չենք հասկանում։ Եկեք մի օրի հատված կարդանք իրար հետ գրված է Հովանու առաջի թուղթում, Հովանես առաքյալի առաջի թուղթը, բաց արեք 5-րդ գլուխը։ Մի կարևոր իշխանության մասին է գրված այստեղ, աղոթքի մի կարևոր իշխանության։ Ես պիտի կարդամ 5-րդ գլխի 16-րդ խոսքը։ Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը մեղ գործեց, ոչ թե մահացու, թող խնդրի ու Աստվածն այն կյանք պիտի տա, այն մահացու չեղած մեղքը գործողին։ Ես չեմ ուզում կանգ առնել այս մահացու մեղք, ոչ մահացու մեղք, որովհետև այս հարցը ինձ շատ են տալիս։ Ես ուղղակի կարճ պատասխանեմ մահացու մեղքը Սուրբ Հոգու հայրությունն է։ Կոնկրետ մի մեղքի անուն չի։ Ցանկացած մեղք, որի մեջ մարդը երկարատև հարատևում է, ինքը սիրում է այդ մեղքը, ուզում է պահել իր կյանքում, ինքը գործում է Սուրբ Հոգու հայրություն ու դա իրեն չի ներվում, դերված է ոչ այս աշխարհում, ոչ մյուս աշխարհում։
Հիմա Հովհաննեսը ասում է, եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը մեղք գործեց, ուշադրություն դարձրեք, թող խնդրի եւ Աստված նրան կյանք կտա։ Այս ուղղակի այդ մահացուն հանում են, որ միտքը ավելի հասկանալի լինի։ Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը մեղք գործեց, թող խնդրի ու Աստված նրան կյանք կտա։ Ինչպիսի իշխանության մասին է խոսում սա։ Նկատում եք, որ ձեզ իշխանությունը տրված կյանք տա ու մարդկանց։ Եթե մեկը մեղք է գործում, ինքը գտնվում է մահվան մեջ։ Ոսմա խնդրի, եթե կտեսնես մեկը մեղք է գործում, Աստված նրան կյանք կտա։ Իշխանություն մեզ մարդկանց կյանք տալու, մահից հանելու։ Պատկերացնում ես ինչ ուժ է տրված քեզ, ինչ զորություն է տրված քեզ։ Ու հանկարծ դու սա կարող ես չօգտագործես։ Գիտեք ինչու արժի որ շատ խոսենք իշխանությունից, որովհետև որքան մեծ իշխանություն է տրվում մարդուն, որքան մարդը գիտակցում է, որ իրեն մեծ իշխանություն է տրված, այնքան պատասխանատվության զգացում է ունենում։ Դե հիմա պատկերացրու քո քույրը, քո եղբայրը, քո տասնյակի անդամը, քո ընտանիքի անդամը գտնվում է մի լուրջ մեղքի մեջ։ Կամ թեկուզ ոչ լուրջ, ուղղակի մեղքի մեջ։ Ու դու հանկարծ կարող ես մարդու համար կյանք չխնդրես Աստծուց։ Պատկերացնես ինչ պատասխանատվության մեծություն է սա։ Ու դատաստանի օրը Աստված քեզ կասի, քեզ տվել է այդպիսի իշխանություն մարդկանց կյանք փոխանցելու, ու դու չաղոթեցիր դրա համար։ Բարեխոսական աղոթք ամենակարևոր աղոթքներից մեկն է։ Բարեխոսական աղոթքը հակառակը գնում մարդու սրտի չարությանը, գիտեք։ Եթե դու մեկին նախանձում ես, աղոթի որ Աստված ավելի շատ օրհնի այդ մարդուն, ու քո մեջ նախանձը կվերանա։ Եթե դու մեկին նկատմամբ չարություն ունես, աղոթի որ Աստված նրան շատ բարիք գործի, այդ չարությունը այդ մարդու նկատմամբ կվերանա։ Եթե դու մեկին չես սիրում, աղոթի որ Աստված օրհնի այդ մարդուն, ու քո մեջ սերը այդ մարդու նկատմամբ կուժեղանա։ Փորձել եք այսպես։ Եթե չեք փորձել, փորձեք սրանից հետո կտեսնեք ինչ տեղի կունենա։ Շատ հետաքրքիր խոսք է։ Կարելի է աղոթել մարդու համար ու Աստված մարդուն կյանք տա։ Ուրեմն մի պահեք կյանքը, մի թաքցրեք կյանքը, գնահատեք դա ու աղոթքի մեջ փոխանցեք։ Տեսել ես մարդը մեղքի մեջ, հա։ Պարտադիր չի վազես ու հանդիմանես այդ մեղքի համար։ Նա աղոթքի մեջ հաղթի այդ մարդուն մեղքին։ Եթե սիրտդ անհանգիստ է լինում, դու կարող ես աղոթքի մեջ հաղթել։ Մի բան ասեմ, ուրեմն Կողոսացիների 4 գլխում Պողոս առաքյալը գրում է Կողոսացիների եկեղեցուն։ Դա մի եկեղեցի էր, որը Պողոս առաքյալը չէր հիմնել էր մի ուրիշ մարդ։ Ու այդ մարդու համար Պողոս առաքյալը գրում է։ Ուզում եք ինձ հետ բաց արեք Կողոսացիների 4 գլուխը, իրար կարդանք այդ հատվածը։ Շատ օրհնյալ մի խոսք է։ Ընդհանրապես մարդիկ մտածում են, որ եթե Պողոս առաքյալն է գրել այդ եկեղեցուն, ուրեմն այդ եկեղեցին ինքն է հիմնել։ Ասեմ, որ այդպես չէր Կողոսայի եկեղեցու հետ կապված։ Ինքը ընդհանրապես նույնիսկ չէր եղել Պողոս առաքյալը Կողոսայում։ Բայց այնտեղ հիմնվել էր եկեղեցի մի մարդու անունով, որի անունը Եփափրաս էր։ 4 գլխի 12-րդ խոսքում գրված է նրա մասին։ Բարև է անում ձեզ Եփափրասը, Քրիստոսի ծառան, որ ձեզանից մեկն է, ամեն ժամանակ աղոթքի մեջ ձեզ համար ջանք անելով, որպեսզի դուք կատարյալ ու ամբողջ լինեք Աստծո բոլոր կամքի մեջ։ Նա ուշադրություն դարձրեք։ Ամեն ժամանակ աղոթքի մեջ ձեզ համար ջանք անելով, ով է որ իր քրոջ իր եղբոր համար աղոթքի մեջ ջանք անում։ Դա մի պայքար է, գիտեք, որ չգիտեմ, երևի սրան պիտի նախորդի անհանգստությունը։ Երբ որ տեսնում ես քո քույրը, քո եղբայրը, ինչ որ մեկը գտնվում է մեղքի մեջ, անհանգստություն առաջանում է։ Երբ որ դու տեսնում ես մեկ Աստծո նկատմամբ սառած է, հավատքույթների չի գալիս, քո մեջ անհանգստություն առաջանում է, թե չէ։ Եթե չէ դու անտարբերություն ունես, ես պետք է աղոթել, որ այդ անտարբերությունը վերանա քո մեջից։ Իսկ եթե անհանգստություն է առաջանում, դու պիտի մտնես աղոթքի մեջ ու դուրս չգաս, մինչև Աստված չասի հերիք է, արել եմ ինչ որ խնդրել ես։ Հակառակ դեպքում ճիշտ չի լինի, դուք կիսատ կթողեք աղոթքը։ Այն իմիջիայլոց աղոթքը կդառնա, որ հենց սկզբից ասում էի։ Նայեք, ասում աղոթքի մեջ ջանք անելով ձեզ համար։ Մտնում ես աղոթքի մեջ, բռնում ես Աստծուն, ասում ես արա, մինչև չանես քեզ բաց չեմ թողել։ Քույրը սա եկեղեցի չի գալիս, եղբայրը սա եկեղեցի չի գալիս, վաղուց սառել է ինքը հավատքի մեջ։ Բռնում ես, ասում ես մի հատ Սուրբ Հոգու կրակով լցրու իրեն։ Մինչև չլցնես բաց չեմ թողի։ Այնքան է սենց բռնում, ասում արա, որ վերջ Աստված ասում է լավ, հերիք է, լցրել եմ, բաց թող։ Արդեն Սուրբ Հոգու կրակով լցրել եմ այդ մարդուն, բաց թող ինձ։ Բարեխոսական աղոթքը ամենակարևոր աղոթքներից մեկն է։ Եթե քրիստոնյաները իրար համար չաղոթեն, Սատանան բոլորին կուղի կտի։ Որովհետև քրիստոնյաները կդառնան իրարից կտրված մարդիկ, անձեր, իրարից կտրված։ Ու ամենակարևոր բանն է, որ դուք կարող եք անել, իրար համար աղոթելը, որովհետև գիտեք, աղոթքով կյանք եք փոխանցելու իրար։ Ու գիտեիք այդպես աղոթքի մասին, եկեք մի բան ասեմ 5 տակարանից, Եսայի մարգարեությունը սիրում եք կարդալ, բացառեք ինձ հետ Եսայի մարգարեությունը։ 62-րդ գլուխը։ Ամենաառաջին խոսքում տեսեք ինչ է գրված, բարեխոսական աղոթքի համար։ Բարեխոսական աղոթքի մասին Աստվածաշնչում գրված է ամենաշատը։ Բոլոր տեսակ աղոթներից ամենաշատը գրված է բարեխոսական աղոթքը։ 62-րդ գլխի առաջին խոսքը պիտի կարդամ։
Սիոնի սիրո համար պիտի չլռեմ, Մարգարեն ասում, ու Երուսաղեմի սիրո համար պիտի չհանդարտվեմ, մինչև որ նրա արդարությունը լույսի պես ու նրա փրկությունը բոցավառ ջահի պես ճառագայթի։ Մի պահ մտածեք, Սիոնի սիրո համար պիտի չլռեմ, Սաղոթքի մասին է խոսքը, ու Երուսաղեմի սիրո համար պիտի չհանդարտվեմ, որովհետև այդ Երուսաղեմը, Սիոնը ինքը տեսնում էր մեղքի մեջ։ Դրա համար ասում է պիտի չլռեմ ու պիտի չհանդարտվեմ, մինչև որ նրա արդարությունը լույսի պես, երբ որ դու տեսնում ես քո քույրը, քո եղբայրը մեղքի մեջ, դու պատկերացնում ես ինչ պիտի առաջանա քո մեջ, հանդարտություն պիտի չգա քո մեջ, դու գիշերներ պիտի չկարողանաս քնել։ Բռնում ես Աստծո փեշերը, ասում ես մաքրի, ինչ ուզում ես արա մաքրի, սրբացրու, դարձրու քո նման։ Խոսում ես այնքան, խոսում ես տարբեր ձևերով, չես լռում ոչ մի ձևով, ասում ես չես հանդարտվելու ու քեզ բաց չեմ թողելու մինչև չանես։ Ինչու մենակ մարգարեների սրտում պիտի լինի այս սիրտը, թե բոլոր քրիստոնյաների։ Չոր Սուրբ Հոգին բոլորիդ մեջ է գտնվում, ու բոլորը պիտի իրար համար այսպիսի աղոթողներ լինեն։ Ասում է Սիոնի սիրո համար պիտի չլռեմ, ու Երուսաղեմի սիրո համար պիտի չհանդարտվեմ, մինչև նրա արդարությունը լույսի պես եւ այլն։ Այն մինչև քո քրոջ քո եղբոր սրբությունը լույսի պես չպայծառանա, դու իրավունք չունես լռելու Աստծո առաջ։ Դու պիտի բռնես Աստծուն ու բաց չթողնես։ Դու հաղթանակի պիտի հասնես աղոթքի մեջ։ Ըստ Եսայի ինչ էր ասում, գնամ գոռամ այս ժողովրդի վրա, գնամ սենց ասեմ, մարգարե չէ, իշխանությունը ուներ, իրավունքը ուներ, ասում պիտի չլռեմ Աստծո առաջ աղոթքի մեջ։ Հետո շարունակության մեջ տեսեք Աստված ինչ է ասում 6-րդ խոսքում։ Քո պարիսպներից վրա ով Երուսաղեմ, Երուսաղեմը գիտեք չէ, եկեղեցու խորհրդապատկերն էին կտականում։ Քո պարիսպներից վրա ով Երուսաղեմ պահապաններ դրեցին, նրանք բոլոր օրը ու բոլոր գիշերը բնավ պիտի չլռեն։ Դուք ով Տերը հիշողներ լուր մի մնացեք, ու նրան հանգստություն մի տվեք, մինչև նա հաստատի ու մինչև երկրի վրա Երուսաղեմը գովելի դարձնի։ Նայում ես քո շուրջը, քո քույրը տնկավ մեղքի մեջ կամ քո եղբայրը ինչ որ մեղք գործեց, ինչ ես անում։ Ասում ես, այտենց, գնա դե կորի, գիտեմ մեղավոր, ինձ վերևից նայում ես դու արդար ինքը մեղավոր, քեզ ինչի համար է դրել։ Երբ որ Կայենին ասաց ուրա եղբայրդ, ասաց ես ուրա պահապանը չեմ, վստահ քո քրոջ քո եղբոր պահապանն ես այսօր։ Աստված քեզ էլ այդ հարցը պիտի տա մի օր։ Տեսեք ինչ է ասում, ասում է նրան հանգստություն մի տվեք, ում մասին է խոսքը, Աստծուն հանգստություն մի տվեք, մինչև նա հաստատի, մինչև երկրի վրա Երուսաղեմը գովելի դարձնի։ Տեսար եկեղեցու մեջ մի թերություն, ինչ ես մտածում, լավը չի, ու սկսում ես բողոքել, ինչու, խոսքը ասում է, որ տեսել ես, դու պիտի այսպես անես, Աստծուն հանդարտություն չտաս, Աստծուն թույլ չտաս, որ ինքը հանգստանա, Աստծուն պիտի այնքան բռնես, այնքան թափտաս իր փեշերը, մինչև որ եկեղեցին գովելի դարձնի։ Կարող ես սա անել, դուք պատկերացնում եք, եթե ամեն մի անդամ է եկեղեցու այսպես վարվի, ինչ կլինի։ Ու ոչ թե իրար քննադատող, իրար վերևից նայող, այլ դու կարող եք ցանկացած մեղքի վրա, ում կյանքում ուզում լինի հաղթության հասնել աղոթքի մեջ։ Այս խոսքերը դա են ցույց տալիս։ Թե նոր կտականում, թե հին կտականում։ Ձեզ ավելին ասեմ, նոր կտականում մենք մի մեծ առավելություն ունենք։ Գիտեք այդ որ առավելությունն է, Սուրբ Հոգու մկրտությունը։ Մենք խոսում ենք լեզուներով։ Մեկ-մեկ դու կանգնես Աստծո առաջ, չես իմանա ինչ աղոթես։ Ես ասեմ ինչ արա, ուղղակի լեզուներով խոսա։ Վստահի, ինքը աղոթում է այն ինչը որ պետք է, որ Աստված լսի։ Երբ որ դու աղոթես այն ինչը որ պետք է, որ Աստված լսի, ոչ մի դժվարություն չի լինելու, որովհետև խնդրում է գրվածը Սուրբ Հոգին բարեխոսում է Աստծո կամքի համեմատ, Հռոմեացիների 7-րդ գլխում 26-27-րդ խոսքերը։ Գրվածը Աստծո կամքի համեմատ, իսկ մենք մարդ լինելով ամեն ինչ չենք տեսնում։ Ու շատ բաներ այնպես չենք խնդրում, ինչպես կարիքը կա, ինչպես որ Աստված է տեսնում ուզում։ Շատ կարևոր է այս բարեխոսական աղոթքը։ Ու մարդիկ, ովքեր աճում են հոգևոր կյանքի մեջ, իրենք նաև հասկանում են բարեխոսական աղոթքի արժեքը, մեծությունը, նաև պատասխանատվությունը, որովհետև դու կյանք կարող ես փոխանցել աղոթքի մեջ մարդկանց, մահին կարող ես հաղթել աղոթքի մեջ։ Դու կիրառում ես այս իշխանությունը աղոթքի մեջ, եթե մինչև հիմա չես կիրառել, սրանից հետո ձգտիր, որ կիրառես դա։ Երբ որ Սամուելը տեսավ, որ ամբողջ ժողովուրդը երես դարձրեց Աստծուց, գիտեք ինչով երես դարձրեց, ասաց մեզ թագավոր տուր։ Բերիկա մենք մյուս ազգերի նման չլինենք, սրանից հետո մեզ թագավոր տուր։ Սամուելը ուղղակի լացեց Աստծո առաջ, Աստված ասաց քեզ չեն մերժել, ինձ են մերժել, թագավոր են ուզում, թագավոր տուր իրենց։ Ու մի մեծ որոտում եղավ այդ ժամանակ, ես շատ արագ եմ պատմում ուղղակի, մանրամասները չեմ ասում շատ։ Ու ժողովուրդը հասկացավ, որ ինքը Աստծո առաջ սխալ է գործել, որովհետև մինչ դա իր վրա թագավոր է եղել Աստված։ Ու երբ որ հասկացավ, ինքը ապաշխարեց, զղջաց, ներում խնդրեց, բայց արդեն էլ դարս չկար, իրեն թագավորը տրված էր, թագավորը պիտի իշխեր իրանց վրա։ Սամուելը գիտեք ինչ է ասում, ասում է թեև դուք մեղք գործեցիք,
Բայց ես Աստծո առաջ մեղք չեմ գործի, ձեզ համար աղոթելուց դադարելով։ Սամուելի համար պատասխանատվությունը այն չափի էր, որ եթե մեղք գործող մարդկանց համար չաղոթի, ինքը մեղք է գործում Աստծո առաջ։ Գիտեք ինչու, որովհետև ունենալ իշխանություն կյանք փոխանցել ու չփոխանցել, իսկապես մեղք է Աստծո առաջ։ Երևի հասկանում եք ինչ եմ ասում։ Տերը օրհնի ձեզ։ Ես չեմ ուզում շատ կանգ առնել դեսմիկետի վրա, եկեք շարունակենք։ Ուղղակի քո մեջ կյանք փոխանցելու իշխանության վրա վստահ եղիր ու կյանքում ուժեղ ձևով կիրառիր։ Մի ուրիշն էլ քեզ կյանք փոխանցի իր աղոթքների մեջ։ Դու մի ուրիշի համար կաղոթես, մի ուրիշն էլ քո համար կաղոթի։ Ու այսպես բոլորը իրար համար աղոթելով մի մեծ ուժ ու զորություն կդառնա եկեղեցին։ Ուզում ես դա կիրառել կյանքում։ Մի կարևոր իշխանության մասին պիտի ասեմ, որի մեջ նորից կարիք կա հաղթելու աղոթքով։ Որպեսզի ավելի շուտ ճանաչեցնեմ այս իշխանությունը, ինձ հետ բացառեք Մատթեոս 24-րդ գլուխը։ Մատթեոս 24-րդ գլխում Հիսուսը մարգարեանում էր աշխարհի վերջի մասին։ Ինքը պատմում էր, թե աշխարհի վերջը ինչպիսին պիտի լինի, որովհետև աշակերտներին դա շատ էր հետաքրքրում։ Ինքը շատ մանրամասներ պատմեց։ Այս պահը, որ պիտի կարդամ, Հիսուսի խոսելուց մոտ 40 տարի հետո։ Ինչ էր պատմում Հիսուսը։ Ասում էր, որ Իսրայելում, Հրեաստանում այնքան մեծ նեղություն պիտի լինի, որ միշտ դա չի եղել։ Որ մեծ կոտորած պիտի լինի, որ Երուսաղեմում քարը քարի վրա չի մնալու, Երուսաղեմը պիտի հիմնահատակ ավերվի, որ տաճարի քարերը իրար վրա չեն մնալու, լրիվ պիտի ավերվի։ Այդ մարգարեությունը կատարվեց Հիսուսի հենց այդ մարգարեանալուց ուղիղ 40 տարի հետո։ Մեր թվարկության 70 թվականին հռոմեական զորքերը լրիվ ոչնչացրեցին ուղղակի հրեական պետությունը։ Իսրայելը Երուսաղեմը լրիվ ոչնչացրեցին։ Իսկապես տաճարի քարերը լրիվ հատ-հատ առանձնացեցին իրարից ու մի քարի վրա չմնաց, Հիսուսի մարգարեությունը բառացի կատարվեց։ Բայց այս մարգարեության մեջ Հիսուսը մի պատվեր է տալիս իր աշակերտներին։ 24-րդ գլխի 16-րդ խոսքից պիտի կարդամ։ Այն ժամանակ Հրեաստանի մեջ եղողները լեռները թող փախչեն, եւ նա որ տանիքի վրա է թող չիջնի իր տնից մի բան վերցնելու։ Այսինքն ժամանակ չի լինելու, որ դու տանիքի վրա ես ու հանկարծ լսես, որ պատերազմը սկսվել է, էլ մի մտածի իջնեմ տանից մի բան վերցնեմ, արագ փախիր։ Եվ նա որ արտի մեջ է թող չվերադառնա իր հանդերձը առնելու, բայց վայն այն օրերը հղի եղողներին եւ ծիս տվողներին։ Շատ են հարցնում, թե սա ինչին է վերաբերվում։ Ուղղակի նման պատերազմական իրադրության մեջ փախնողների համար պատկերացրեք ինչքան առավել դժվար կլինի այս մարդկանց, ովքեր ծծկեր երեխա կունենան կամ էլի ինչ-որ մի բան։ Ու Երուսաղեմում սա տեղի ունեցավ։ Հենց նրա համար, որ իրենք չընդունեցին Հիսուսին։ Եվ 22 խոսքում այսպիսի արտահայտություն անում. «Եվ աղոթ կարեք, որ ձեր փախչել ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթօրը»։ Շաբաթօրը, որովհետև ըստ հրեական օրենքի իրանք հեռու տեղ գնալու իրավունք չունեին։ Բայց ձմռանը, որովհետև ձմռանը նորից դժվարությունը կրկնակի էր լինել։ Ինչ մարդ ամռանը կամ տաք եղանակի փախնի ու դաշտում կամ լեռներում քնի, որովհետև ասում են լեռները փախեք, չէ՞։ Լեռներում գիշերներ անցկացնի ինչ ձմռանը, դուք արդեն պատկերացնում եք տարբերությունը ու հասկանալի է, թե ինչու էր դժվարությունը։ Բայց սրա վրա չեմ ուզում կանգ առնել։ Մի պահ նայեք, ասում աղոթ կարեք, որ ձեր փախչելը ձմռանը չլինի։ Այսինքն կարող էր մարդը աղոթքի միջոցով փոխել ինչ-որ մի բան պատմական դեպքերի ընթացքի մեջ։ Այդ փախուստը մեկը պիտի լիներ։ Դա մի բան էր, որ հնարավոր չէր խուսափվելու։ Դա հաստատ Հիսուսը ասեց կլինի, բայց նաև ասեց աղոթ կարեք, որ ձմռանը չլինի։ Այսինքն կարող էին աղոթել, ու դա կարող է ձմռից հետաձգվեր ամառը մինչև։ Ինչ որ ժամանակային փոփոխություն տեղի ունենար։ Պատկերացնում եք ինչի վրա դուք իշխանություն ունեք։ Դուք հեչ աղոթել եք, որ ինչ որ մեկին հանդիպեք պատահական։ Հեչ աղոթել եք, որ ինչ որ մեկին չհանդիպեք պատահաբար։ Երևի սա քրիստոնյաների մեջ ավելի շատ է հանդիպել։ Բայց դեք որ դուք դրա վրա իշխանություն ունեք, ու կարող եք այսպիսի բաներ անել։ Եկեք մի խոսք ասեմ ձեզ, ուրեմն գրված է Մատթեոս 26-րդ գլխում։ Սա արդեն վերջին գիշերն էր։ Այս վերջի գիշերը, երբ որ Հիսուսը պիտի մատնվեր, պիտի բռնվեր։ Շատ ծանր ապրումների մեջ էր ինքը Հիսուսը։ Ինքը իր համար ասեց, որ մեռնելու չափ տխուր է։ Հիշում եք այդ խոսքերը։ Իր աշակերտներից 3-ին առանձնացրեց ու նրանց առաջ իր սիրտը բացեց։ Ասեց իմ անձս մեռնելու չափ տխուր է։ Հետո այդ 3-ից էլ առանձնացավ, որովհետև կարևորը մարդկանց հետ լինելը չի, կարևորը Աստծո հետ լինելն է։ Գրված է մի քարընկեցի հեռավորությամբ, այսինքն այնքան ինչքան կարելի է քարը նետել, այդպիսի մի հեռավորություն Հիսուսը հեռացավ այդ 3 աշակերտներից, երեսի վրա ընկավ ու սկսեց աղոթք անել։ Գրված է մի ժամ հետո վերադարձավ, տեսավ աշակերտները քնած են, ու 46-րդ խոսքում այսպիսի մի բան է ասում. «Ասում է վեր կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք»։ Գիտեք, մենք մարդ ենք, սահմանափակ մարմնի մեջ, սահմանափակ ժամանակի մեջ։ Մեզանից ոչ մեկը չգիտի, որ մի քիչ հետո այս դահլիճից դուրս եկանք ինչ կպատահի մեզ։ Բայց Աստված ամեն ինչ գիտի։
Նա գիտի մեր այսօրվա ապագան, գիտի մեր վաղը 10 տարի հետո, 100 տարի հետո, չգիտեմ եթե մեկը այդքան ապրի։ Բայց մի բան պատկերացրեք, մենք չգիտենք։ Հիսուսը ասում է աղոթք կարեք, որ փորձության մեջ չմտնեք։ Ասեց, երբ որ աղոթք կանեք, այսպես աղոթեք։ Մեզ փորձության մի տար։ Հիշում եք հայր մեր աղոթքը։ Ես մենակ այդ հատվածն եմ ասում։ Մեզ փորձության մի տար։ Սա այն չի, որ Աստված մեզ տանում է փորձության, բայց ինքը տեսնում է մեր կյանքի առջևում գտնվող փորձությունները։ Ու կարիք կա, որ մենք ժամանակ առ ժամանակ աղոթենք մեր առջևում գտնվող դեպքերի համար։ Գիտեք ինչու, որովհետև մենք աղոթելով մեր առջևում գտնվող դեպքերի մեջ կարող ենք լուրջ փոփոխություններ բերել։ Եթե Հիսուսը ասում էր աղոթք արեք, որ 40 տարի հետո այդ պատերազմը, երբ որ հասնի ձեր վրա ձմռանը չլինի, կարող էր մարդը աղոթքով դա փոխել։ Եթե ասում աղոթք արեք, որ դուք փորձության մեջ չմտնեք, այսինքն ապագայում ձեր կյանքում փորձություններ կլինի, աղոթեք, աղոթքի մեջ հարատևեք, որ այդ փորձությունները չլինեն։ Հնարավոր է ուրեմն ինչ-որ բաներ փոխել մեր կյանքում։ Շարունակեմ մեր շարքը, ուզում եմ, որ դուք ճանաչեք ձեր իշխանությունը ու աղոթքի մեջ հաղթող լինեք ապագայի դժվարություններին։ Գիտեք ինչ իշխանություն է տրված Առաջի Տիմոթեոսի 2-րդ գլխում, հենց առաջի երկու խոսքերում։ Պողոս առաքյալը ասում է աղոթք արեք բոլոր մարդկանց համար, մանավանդ իշխանավորների, թագավորների, որպեսզի խաղաղ ու հանդարտ աստվածապաշտության կյանք վարեք։ Այսինքն կարող է մենք չաղոթենք իշխանավորների համար, մեր գլխին ինչ-որ մի բան պայթի իշխանավորների կողմից։ Եթե ուզում եք խաղաղ ու հանդարտ աստվածապաշտության կյանք արել, ասում աղոթք արեք։ Այսինքն մարդու եկեղեցու աղոթքը իշխանություն ունի պետության մեջ որոշակի փոփոխություններ առաջացնելու։ Հասկանաք իշխանության մեծությունը։ Իշխանավորների, թագավորների համար աղոթք արեք, որպեսզի խաղաղ ու հանդարտ աստվածապաշտության կյանք ունենան։ Իսկ կարելի է աղոթել, որ այդ մարդիկ էլ ապաշխարեն։ Կարելի է աղոթել, որ Աստծո ազդեցությունը լինի նրանց որոշումներ կայացնելու մեջ։ Կարելի է, ոչ թե կարելի, այլ անհրաժեշտ է, դա Աստծո պատվերն է տրված Աստվածաշնչում, Պողոս առաքյալի գրիչով, որ մեզ պետք է աղոթել, որպեսզի այդպիսի փոփոխություններ լինեն, ու մենք որոշակի աստվածապաշտության կյանք ապրենք։ Աղոթքի ժամանակ դու անհանգստություններ ունենում ես այս պետության համար։ Օրինակ մեկ էլ լսում ենք, որ թռչնագրիպ է գալիս։ Մեր շուրջը եղող պետությունները սկսում է գրավել թռչնագրիպը։ Մեկ էլ լսում եմ, որ Հայաստանում եկեղեցիները աղոթում են, որ սահմանները Աստված պահի ու դա չմտնի Հայաստան։ Աղոթում էիք այն ժամանակ, երբ որ դա կար։ Գիտեք, մի անգամ այդ նույն ժամանակաշրջանում նամակագրական կապի մեջ էինք Եվրոպայում գտնվող մեր եկեղեցու անդամներից մեկի հետ։ Ասեց մեր եկեղեցին աղոթում է այնտեղ Եվրոպայում, ասեց աղոթում է, որ վերանա դա։ Ասեցինք ինչքան սահմանափակ է մեր աղոթքը։ Մենք աղոթում ենք, որ Հայաստան չմտնի, իրանք աղոթում են, որ վերանա դա։ Փառք Աստծո, Աստված լսեց մեր եկեղեցիների աղոթքը ու դա Հայաստան չմտավ։ Բայց ես մի նոր բան ասեմ, գիտեք, որ այս կենդանիների հիվանդությունը մտել է Հայաստան։ Հիմա խոզերի, չգիտեմ, ուրիշ կենդանիների, բայց դուք իշխանությունն եք դրա վրա։ Էլ մի աղոթեք, որ Հայաստան չմտնի, աղոթեք, որ վերանա ուղղակի։ Դուք հեռուստացույց նայում եք, տեսնում եք ինչ է կատարվում Հունաստանում։ Դուք գիտեք, որ իշխանությունն եք դրա վրա։ Մարդիկ հարյուրներով, հազարներով անտուն են մնում այսօր։ Ինչ է կատարվում ուղղակի։ Լրիվ աշխարհի վերջն է, չէ՞, կարծես դժոխքը տեղափոխված լինի երկրի վրա։ Բայց դուք իշխանությունն եք դրա վրա։ Դուք կարդում եք հայտնության գիրքը երբևէ, կարդում եք ինչպիսի դեպքեր պիտի լինեն ու ինչպիսի պատահածներ պիտի գան այս երկրի վրա։ Բայց գիտեք, որ դուք իշխանությունն եք այդ բոլորի համար աղոթելու։ Ոչ թե որ դրանք չգան, այլ որ դրանց մեջ մարդիկ ապաշխարեն, որ դրանց մեջ մարդիկ ճանաչեն Աստծուն։ Մեկ այնինչ որ գրված է, որ պիտի լինի, դա հաստատ պիտի լինի։ Բայց դրանց մեջ մարդիկ կարան ճանաչեն Աստծուն, մարդիկ կարան ապաշխարեն ու փրկվողներ լինեն անթիվ։ Գիտեք, ոչ մեկը, ոչ ես, ոչ էլ դուք այս երկրի վրա ֆիզիկապես հավիտյան չենք ապրելու։ Մեր կյանքի ժամանակը սահմանափակ է։ Մեկը մի քիչ շուտ, մեկը մի քիչ ուշ, սա չի կարևոր։ Կարևորը որ երկնքում հանդիպենք մենք իրար հետ, երկնքում հավաքվենք։ Իսկ եթե երկնքում ուրեմն կարիք կա, որ մենք շատ աղոթենք ուրիշների համար, այն մարդկանց համար, ովքեր փրկված չեն, ովքեր փրկված են հաստատուն մնան հավատքի մեջ։ Ինչու՞։ Որովհետև կա մի գազան, սատանա, որ մռնչացող առյուծի պես գրված է շրջում ապընտրում է, թե ում կուլ տա։ Դու աղոթքի մեջ կարող ես հաղթել նրան։ Կարող ես մարդկանց կյանքում բերել երջանկություն իսկապես։ Որքան ես ջանք անում աղոթքի մեջ, աղոթելով այս պետության համար, աղոթելով քո կողքինների համար, ընդհանրապես երկրագնդի իրավիճակի համար, ուզում եմ, որ իշխանության սահմանները ավելի քո մտքում մեծանան, ընդարձակվեն։ Դու իմանաս, որ երբ որ բերանք բաց ես անում, ասում ես Հայր Հիսուսի անունով, ես այստեղ բազմակետ եմ դնում, ամբողջ արարչագործությունը պատրաստ է լսել քո հրամանը ու կատարել։ Գիտես ինչու, որովհետև ամենակարող Աստծո կողմից
նա որ ստեղծեց երկինքն ու երկիրը քեզ ատվել այդ իշխանությունը, որ դու աղոթքով պատմության մեջ, պետության մեջ, մարդկանց կյանքում որոշ բաներ փոփոխություններ բերես, փոփոխություններ, որոնց միջոցով Աստված կարող գործի ու Աստված ինքը փառավորվի։ Էլի մի աղոթքի հաղթության մասին խոսեմ, սա թողել եմ ամենավերջինը, 4-րդը, դա փառաբանությունն է, գոհությունն է։ Գիտեք, տեղեր կա, որ չգիտես ոնց աղոթես, տեղեր կա, որ դժվարանում ես աղոթես, մտածում ես ինչ խնդրեմ Աստծուց, տեղեր կա, որ մարդիկ ասում են լավ, բառերս վերջանում է, այնքան լավ է սա, որովհետև եթե այսպիսի բաները չլինեն, փառաբանությունն ու գոհությունը չի գա քո կյանքում։ Հենց այն տեղում, որ չգիտես ինչ խնդրես, փառաբանիր, գոհացիր Աստծուց։ Գիտեք, որ փառաբանությունը գնում է ամեն ինչից առաջ։ Հայր մեր աղոթքի կառուցվածքը ուսումնասիրել եք երբևէ։ Հիսուս ասաց այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, այսինքն դիմիր քո օրը երկնքում, ու առաջինը ինչ ասա, քո անունը սուրբ լինի։ Հայր մեր աղոթքը ո՞նց է վերջանում։ Քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հայցանց ամենը։ Սկսվում է քո անունը սուրբ լինի, վերջանում է քոնն է փառքը։ Պատկերացնում եք ինչպիսին է։ Աղոթքը մեր կազմված պիտի լինի այդպիսին։ Մենք աղոթքը պիտի սկսենք փառաբանությունով ու վերջացնենք փառաբանությունով։ Ճիշտ աղոթքը սա է։ Գիտեք ինչու՞։ Որովհետև երբ որ դու հոգս ունես, սիրտը ծանրացած, տխուր դեմքով գալիս ես աղոթքի մեջ, առաջին բանը ասում ես փառքես Տեր, գիտեք ինչ է խոսում սա։ Ես հավատում եմ, որ հեսա ինչ որ աղոթեմ, դու լսելու ես դրա համար փառք եմ տալիս քեզ։ Դու լուծում ես տալու դրա համար փառք եմ տալիս քեզ։ Երբ որ աղոթքդ վերջացնում ես փառաբանությունով, սա գիտես ինչ է նշանակում, որ դու հավատում ես, որ այն բաները, որ դու արդեն խոսեցիր Աստծուն, ինքը լսեց ու կատարեց դրա համար փառաբանում ես Աստծուն։ Մեր աղոթքներ կազմված մի այս ձևով, որ մենք սկսենք փառաբանությունով ու վերջացնենք փառաբանությունով։ Սա ամենակարևոր բաներից մեկն է։ Հավատքը խոսում է միշտ փառաբանություն։ Այն ամենածանր ու ամենանեղված բանը, ասես կանգնում ես Աստծո առաջ ու չես կարողանում չասես փառք ես Տեր։ Որովհետև Աստծո փառքը կապ չունի մեր նեղվածության չափի հետ։ Կապ չունի, թե մենք ինչպիսի մեղքի մեջ ենք ընկել, ինչ իրադրության մեջ ենք։ Աստծո փառքը կախված է միայն նրանից, որ ինքը փառավոր է ու վերջ։ Կյանքում դժվարություններ կունենաք, փորձեք դժվարությունների մեջ փառաբանությունով սկսել ձեր աղոթքը։ Կարող եք մեկ ոչ մի ուրիշ բան չաղոթեք։ Փառաբանեք այնքան, մինչև ձեր մեջ ամեն ինչ փոխվի։ Մինչև ձեր մեջ գա փառաբանությունը, լիարժեք դառնա փառաբանությունը։ Այսպիսի բաներ կապրեք։ Պատերազմական աղոթքի մի կարևոր բան եմ ուզում կարդալ, իհարկե այս հատվածը մենք էլի ենք ուսումնասիրել։ Եթե ունեք Աստվածաշունչ, բաց արեք 2-րդ մնացորդաց գիրքը, 20-րդ գլուխը։ Այդ ժամանակ Հուդայում թագավոր էր Հովսափաթը։ Հուդայի լավ աստվածապաշտ թագավորներից մեկն էր։ Գիտեք, որ բոլոր թագավորները չեն, որ լավ աստվածապաշտ են եղել։ Հովսափաթը նրանցից մեկն էր, որ իսկապես Աստծուն պաշտող էր ու հավատացող էր։ Իր կյանքում Աստծո հրաշքները պակաս չէին։ Ուրեմն պատահեց մի այսպիսի դեպք։ Հավատում եք, որ ոչինչ պատահական չի լինում։ Մեկ էլ Հուդան կանգնում է մեծ դժվարության առաջ։ Թշնամին զորքով եկել է իր վրա։ Զորքին քանակը այնքան մեծ է, որ թագավորը նայում ու սարսափում է։ Ու չգիտի ինչ անի։ Փառք Աստծո, որ շատ հաճախ Աստված այդպիսի զորքեր է բերում մեր վրա։ Որովհետև այդպիսի զորքերը որ չլինեն, մենք մեր ուժերի վրա հույս կդնենք։ Բայց հենց որ տեսնում ենք, որ մի զորք կա, որին մեր ուժը չի պատում, նայում ենք Աստծուն, ասում ենք Տեր, մենակ դու կարաս անես։ Էլ մենք չենք կարող անել։ Փառք Աստծո դրա համար։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Ժողովուրդը նեղվեց, թագավորն էլ նեղվեց։ Սկսեցին աղոթել Աստծուն ու խնդրել, ասել, «Ես ինչ է կատարվում, ես ինչ զորք է եկել մեր վրա, հիմա սրա դեմ ո՞նց են կանգնելու»։ Ու մի մարգարե է հայտնվում, ես արագ պատմում եմ ուղղակի դեպքը, ու ասում է. «Լրիվ Իսրայելի ժողովուրդ, լսեք ինձ։ Դու էլ Հովսափաթ թագավոր լսիր, սա իմ պատերազմն է»։ Աստված խոսում է մարգարեի բերանով։ Ասում է, «Սա իմ պատերազմն է, դուք չեք պատերազմելու։ Դուք միայն դուրս եկեք, կանգնեք, նայեք, թե ոնց է պարտվելու այդ զորքը»։ Հետաքրքիր է, շատ տեղերում Աստվածաշնչում ինքնատականում կկարդաք, որ Աստված ասում է. «Գնացեք պատերազմեք, ձեր ձեռն եմ տալիս այդ զորքը»։ Ավելի շատ է գրված, կարդացել եք, չէ՞։ Այս դեպքում ուրիշ ձևով է խոսում։ Ասում է դուրս եկեք, կանգնեք ու կտեսնեք ես ոնց եմ մաղթելու։ Մեկ-մեկ մեր կյանքում էլ կարիքը կա, որ ոչ թե մենք որոշենք, որ հեսա կգնամ, սենց կասեմ, նենց կասեմ, կկռվեմ, կանգնի, փառք տուր Աստծուն, փառաբանի ու նայի Աստված ոնց է հաղթում։ Ուղղակի նայի Աստված ոնց է հաղթում։ Սա շատ ավելի օրհնյալ է, քան թե դու մտնում ես այդ պատերազմի մեջ։ Քո պատերազմը թող լինի միայն աղոթքի մեջ։ Հալելույա։ Տեսեք ինչ է գրված։ Ուրեմն, երբ որ այս մարգարեությունը տեղի է ունենում, իհարկե քաջալերական էլի խոսքեր են տեղի ունենում։ Գրված է, որ Հովսափաթը իր հերթին ժողովրդին քաջալերում ասում է հավատացեք մարգարեներին ու հաջողություն կգտնեք, սա էլ շատ կարևոր մի խոսք է։
Եվ շարունակությունը պիտի կարդամ 21-րդ խոսքը։ Եվ ժողովրդի հետ խորհուրդ արեց, հետաքրքիր է, չէ՞, թագավորը ժողովրդի հետ խորհուրդ արեց, ու Տիրոջ երգեցողները որոշեց, որպեսզի զորքի առջևից գնան։ Ու Տիրոջ սուրբ փառքը օրհնեն ու ասեն. Գոհացեք Տիրոջից, որովհետև նրա ողորմությունը հավիտյան է։ Ով է, որ որոշում է, որ իր աղոթքի, իր զորքի առաջից փառաբանություն է գնում։ Սա տրամաբանությանը մոտիկ չի։ Այն ժամանակվա զորքը մեր հիմիկվա զորքի նման չէր։ Հրացաններով, տանկերով, ինքնաթիռներով չէր։ Այն ժամանակ նետո աղեղով ու սրով։ Նա պատկերացրեք սրով, նետո աղեղով ժողովուրդը կանգնած են, զորքը կանգնած ու մեկ էլ մի նոր զորք է դուրս գալիս իրանց առաջ, որ առաջից ոչ թե սրով մարդիկ են գնում, այլ նվագողներ են գնում։ Աստծո անունն է նորթում։ Հեսա կատարյալ փառաբանության նոր կտակարանային հաղթության աղոթքի նկատիվն է։ Բայց մի կարևոր բան կա այստեղ։ Խոսապատը հայտնություն ուներ Աստծուց, խոսք ուներ Աստծուց։ Ես պետք է որ ամեն օր հայտնություն ունենաս Աստծուց։ Երբ որ դժվարություն ես ունենում, բացար Աստվածաշունչը, հայտնություն ու խոսք ստացիր Աստծուց, ու դրանից հետո փառաբանությունը պատասխան գնա։ Բայց երբ որ խոսք ասում է գնա, կանգնիր ու կտեսնես ոնց եմ ես հաղթում, այսօր տեղի ունեցավ այս զորքի ու պատերազմի ժամանակ։ Որ իրանք դուրս եկան, ընդամենը փառաբանեցին, այնտեղ զորքը պարտվեց։ Շարունակությունը մանրամասները դուք կկարդաք։ Այդպես Հիսուսն էր ապրում։ Նկատել եք, որ Հիսուսը խաչվելու գնալուց առաջ գրված օրհնություն երգեց։ Մատթեոս 26-րդ գլխում։ Վերջի գիշերը, որ Զատիկը կերավ իր աշակերտների հետ, գրված է մի օրհնություն երգելուց հետո գնացին Գեթսեմանի պարտեզը։ Ով է, որ այդքան նեղված է, որ ասում է իմ անձս մեռնելու չափ տխուր է, բայց օրհնություն է երգում։ Դուք այդ օրհնություն երգելուց հետո Հիսուսը բացեց իր սիրտը ու ասաց իմ անձս մեռնելու չափ տխուր է։ Երբ որ կյանքում այդպես տխուր կլինես ու նեղությունը քեզ պատած կլինի, սկսիր օրհնություն երգել Աստծուն։ Հիսուսը դրանով հաղթեց։ Բայց պատկերը, որ տեղի ունեցավ Հիսուսի կյանքում, փոխանցվեց իր 12 աշակերտներին։ Դրանից հետո մյուս աշակերտներին։ Երբ որ Պողոսն ու Շիղան բանտում էին, հիշում եք ինչ արեցին։ Պատկերացրեք մի բան։ Գնացել են, աղոթել են մի հատ դևա դուրս եկել։ Պողոսը հրամայեց դևը անմիջապես դուրս եկավ։ Որովհետև այդ դևը դուրս եկավ, բռնեցին, բան դրեցին։ Ոչ թե ուղղակի բան դրեցին։ Մի շատ հաճելի հարմարավետ սենյակում իրեն փակեցին, որտեղ կարող էր պարկել, ձեռքը դնել ձեռքի տակ ու սպասել, թե երբ են իրեն ազատելու։ Գրվածը շատ վերքեր հասցրեցին։ Դրեցին ներքին բանտը։ Մենք պատվալ ենք ասում։ Ու գրվածը ոտքերը կոճղի մեջ սեղմեցին։ Այդ վիճակում իրենք փառաբանում էին Աստծուն։ Գրվածը գիշերվա կեսին իրենք փառաբանում էին Աստծուն։ Ու գրվածը բանտարկյալները նայում էին։ Նկատել եք այդ խոսքը, բանտարկյալները նայում էին։ Ինչ էին նայում նրանք։ Երբ մտածում են, այս մարդկանց այնքան ծեծեցին, խելքները գցել են։ Այդ ծեծից ամեն ինչից խելքները գցեցին, վերջ գժվեցին, ել չեն դիմանում։ Մարդիկ փառաբանում էին, որովհետև փառաբանում էին։ Եր զորություն եկավ իրենց կյանքում, մի ģեր հրաշք տեղի ունեցավ։ Բանտապետը տեղում իր լրիվ ընտանիքով ապաշխարեց, բանտը քանդվեց, շղթաներն ու կապերը քանդվեցին։ Ու գիտեք էլի ինչ տեղի ունեցավ։ Գրված չի, բայց հաստատ այդ նայողները ապաշխարեցին։ Տեսան, որ գործեց մի զորություն, որը հաստատ մի ուրիշ զորություն էր։ Իրանք այդքան եղել էին բանտում, բայց այս գիշեր բերեցին մի երկու հոգու, որոնց փառաբանությունը բանտը բացեց։ Հալելույա։ Ինչ դժվարություն ունես կյանքում, ու որքան ես փորձում փառաբանությունով հաղթել, աղոթքի մեջ հաղթել։ Ուզում ես, որ աղոթքի մեջ հաղթող մարդ լինես։ Սկսիր քո հավատքից, սկսիր բարեխոսությունից, անցիր բարեխոսությունով հավատքով։ Հավատքով Աստծո կամքը թելադրիր աղոթքի մեջ, մինչև իսկ պետությանը։ Հավատքով փառաբանիր Աստծուն ամեն բաների համար։ Աստծո կամքն է, որ դու փառաբանես Աստծուն ամեն բաների համար, գոհանաս ամեն բանի մեջ։ Փառաբանող դիրքը մոռանում է, հաղթում է իր ներսում եղած տրտունջն ու տխրությունը։ Ինչ ես ապրում հենց այս պահին չգիտեմ։ Ինչպիսի կյանքի դժվարություն ունես չգիտեմ, բայց դու գիտես, ու Աստված հաստատ գիտի քո դժվարությունը։ Ես քեզ առաջարկում եմ, որ հիմա մենք կանգնենք աղոթքի, սկսիր փառաբանությունից ու վերջացրու փառաբանությունը։ Եկեք ոտքի կանգնենք։